Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Մենք նորից Ռուսաստանում ենք, մեր վարչապետը Ռուսաստանում է, բավականին մեծ պատվիրակությունով, փոխվարչապետ մեր Գրիգորյանն էլ է այնտեղ, եւ հարցերի հարցը ինչ օրակարգ կարող է ունենալ վարչապետի պատվիրակությունը Մոսկվայում, ես հասկանում եմ, որ մենք այդ հարցը երևի թե այսօր կստանանք, բայց ես ցանկանում եմ մենք հիմա փորձենք տրամաբանել, ինչ խնդիրներ կան, հա, սա ուղղակի որպես ինֆորմացիոն, հա, ինչ որ պովոդ, հա, ինչ խնդիրներ ունենք այսօր Ռուսաստանի հետ, ինչ քննարկելիք հարցեր ունենք եւ որն է այդ խնդիրներից, այդ բազմաթիվ խնդիրներից ամենաակտուալը։ Թե կարծեմ, որ Հայաստանի իշխանությունների համար առավել ակտուալ խնդիրը գալիք ընտրություններն են։ Եվ հայտնի է, որ Ռուսաստանում բավական ակտիվ ձայներ են հնչում հոգուտ հայաստանյան ընդդիմության։ Խոսակցություններ են տարածվում նաև այն մասին, որ Ռուսաստանը բնակ հայ գործարարներին պարտադրում են գալ Հայաստան կամ իրենց հայ աշխատակիցներին Հայաստանի քաղաքացի ուղարկել Հայաստան, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Այսինքն կարճ կապեմ, ընդհանուր առմամբ սա երևի թե քաղաքական տեսանկյունից առավել կարևոր հարցն է Հայաստանի իշխանությունների համար, գուցե հասկանան թե Ռուսաստանի նպատակները իրապես որոնք են եւ արդյոք նման նպատակներ կան Ռուսաստանում, սա մեկ, երկրորդ համաշխարհային արդեն սկսված տնտեսական ճգնաժամի հետ կապված հավանաբար պետք է խոսվի նաեւ Հայաստան սննդի եւ առելիքի մատակարարումների կայունությունն ապահովելու հետագայում ապահովելու միջոցառումների մասին, թե դրա դիմաց Հայաստանից ինչ կպահանջվի, ես այս պահին պատրաստ չեմ պատասխանել, որտեղ մեծ հաշվով Հայաստանից ըստ էության ինչ պահանջվել է, այն էլ տրվել է։ Արդեն տրվել է։ Ընդ որում բոլորին, հա, այդ առումով Հայաստանը շատ առատաձեռն դիրքերում է։ Ուստի սպասենք կոնկրետ հանդիպումից հետո հավանաբար գոնե մամլո հաղորդագրություն կլինի, թե ինչի մասին է խոսվել եւ ով ինչ է ասել, բայց բոլոր դեպքերում այսօր աչքովս ընկավ, որ իր պաշտոնավարման շրջանում վարչապետ Փաշինյանն ավելի շատ է հանդիպել նախագահ Պուտինի հետ, քան օրինակ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում։ Բոլոր դեպքերում իհարկե մենք պատմական շատ ծանր փուլում ենք գտնում, ոչ միայն Հայաստանը, նաև աշխարհը որպես այդպեսին, խորքային լրջագույն փոփոխություններ են իրագործվում կամ դրանց իրագործումն է նախապատրաստվում այժմ, եւ իհարկե Հայաստանի համար եւ քաղաքական վերնախավի համար ընդհանրապես եւ գործող իշխանության համար մասնավորաբար կարեւոր է հասկանալ, թե իրենց ինչ է սպասում, մեր երկրին ինչ է սպասում եւ Ռուսաստանում այդ հարցերի մի մասին գուցե ստանան պատասխաններ։ Դուք կարծում եք, որ Ռուսաստանը այս պահին հարավային Կովկասում, ընդհանրապես գլոբալ քաղաքականությունում, միջազգային հարաբերությունում այնպեսի դիրք է զբաղեցնում, որ կարող է գոնե այդ հարցի մի մասին պատասխանել։ Քանի որ տարածաշրջանային առումով նա որոշակի այնուամենայնիվ ծանրաբեռնվածություն ունի, թեև իր կողմից վարվող պատերազմներով, արտաքին քաղաքականությամբ մեծ հաշվով այսօր սպասարկում է Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական օրակարգը։ Ռուսաստանը։ Այո, բայց չեմ ուզում խորանալ գիտակցված, թե չգիտակցված, թե որն է այնտեղի շահը, դրա մեջ չեմ մտնի, բայց դատելով գործողություններից եւ դրանց արդյունքներից այդ եզրահանգմանն եմ եկել։ Բոլոր դեպքերում առնվազն Հայաստանի մատակարարումների տեսանկյունից եւ Հայաստանում ռազմական ունենալու համատեքստում Ռուսաստանը դեռ որոշակի գործընթացների վրա ազդեցություն ունենալու հնարավորություն պահպանում է
ազդեցության լծակները եւս կան, այդ թվում նաեւ Ռուսաստանում արկա հայ համայնքը բազմամիլիոնանոց, ուստի Ռուսաստանում հենց այնպես պետք չէ հաշվից հանել եւ ասել, որ նրանք այլևս այստեղ ոչ մի գործ չունեն, ոչ մի բանի ընդունակ չեն, գործանվող պետություն են, անգամ այդ վիճակում ըստ Ռուսաստանը փոքրիկ Հայաստանի հետ կապված կարող է բավականին լուրջ դժվարություններ առաջացնել մեզ համար եւ դա անհրաժեշտ է հաշվի առնել, հաշվենկատ լինել եւ կառուցել երկկողմ հարաբերություններն այնպես, որպեսզի անպեղի ավելորդ ռիսկերի տակ չընկնենք, միևնույն ժամանակ պահպանենք սեփական կյանքի վերաբերյալ որոշակի որոշումներ կայացնելու մեր ունակությունը այն չափով գոնե, որ մինչ այժմ ունեցել ենք, դա մեծ չափ չէ, բայց այնուամենայնիվ Պարոն Մելիքյան, դուք նշեցիք, որ Փաշինյանի այցը Մոսկվա փաստորեն ունի այդ թվում նաև նախընտրական տրամաբանություն։ Ինչ դերակատարում կարող է Ռուսաստանը իրականում ունենալ մեր ընտրություններում, հաշվի առնելով, որ այս պահին լավ թե վատ Հայաստանում անց են գացվում իրական ընտրություններ, չգիտեմ, եթե համաձայն չեք, կարող եք նաև դա քննարկել, եւ լեգիտիմությունը իշխանության արդեն կախված չի Մոսկվայից, այնպես ինչպես տասնյակ տարիներով դա եղել է մեր երկրում։ Ինչ կարող է քննարկել Փաշինյանը Պուտինի հետ նախընտրական կոնտեքստում, որ իրենք չխառնվեն, հիբրիդային պատերազմ չմղեն մեր նկատմամբ։ Հասկանալի է, չէ, որ այսպիսի հարցերը չեն քննարկվում եւ եթե նույնիսկ նա գնա եւ խնդրի, պարզ է, որ ստանալու է մերժում։ Դա ամենևին էլ պարզ չէ։ Գուցե մերժում չստանա, բայց նաեւ գործնականում այնպիսի քայլեր նախաձեռնեն, որ խորացնեն հիբրիդային պատերազմի հնարավորությունները Հայաստանում։ Ի վերջո, տեսեք, Ռուսաստանի պես երկիրը, որին Հայաստանը փոխկապակցված է եղել շատ տևական ժամանակ, եւ որի համակիրները Հայաստանում շատ են, քիչ չեն, կարող է նախընտրական եւ ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալ այս կամ այն տեխնատոյի հանդեպ իր համակրանքը կամ հակակրանքը արտահայտելու միջոցով։ Ընդ որում նաեւ շատ տարօրինակ ձևով, ասենք, կարող են ընդգծված համակրանք ցուցաբերել Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ այդ համակրանքի դրսեւորման իրական հետևանքը կլինի այն, որ Հայաստանում այդ երկու տեխնացուների հանդեպ համակրանքը իրականում նվազի, որտեվ Ռուսաստանի հանդեպ Արցախյան իրադարձություններից հետո Հայաստանում վստահության մակարդակը էապես նվազել է։ Եվ դա նշանակում է, որ ում որ կողմ է Ռուսաստանը, նրան դեմ պետք է լինի հայ հանրությունը։ Այս կարգի տրամաբանություն կարող է լինել կամ նույն բանը վարչապետ Փաշինյանի տեսանկյունից։ Եթե օրինակ Պուտինը օրինակ եմ ասում, հայտարարի, որ համակրում է վարչապետ Փաշինյանին եւ ցանկություն ունի հետագա մի քանի տարիները եւս իր հետ համագործակցել որպես Հայաստանի ղեկավար, դա կարող է էապես նվազեցնել Փաշինյանի հանդեպ համակրանքը, անգամ իր մերձավոր շրջապատում։ Իդեպ այդ ճամբարից, պրոռուսական ճամբարից ես կարծիք եմ լսել, որ Փաշինյանը գնացել է Մոսկվա, որպեսզի Պուտինի դաբրոն ստանա եւ Պուտինը հենց այդ գործընթացը, որի մասին դուք ասում եք, հնչեցնի իր այդ աջակցությունը Փաշինյանին, որ Փաշինյանը այդ աջակցության կարիքը ունի։ Իրականում Իսկ ուղիղ հակառակը։ Իրականում վարչապետ Փաշինյանը արտաքին աշխարհի աջակցություն ունի, այդ թվում նաև Ռուսաստանի։ Եվ վարչապետ Փաշինյանը այնքան կարիքը չունի արտաքին աջակցության, որը արդեն բավական մեծ է, որքան ունի ներքին հենարան ձևավորելու անհրաժեշտություն, որտեվ իր կառավարման տարիների ընթացքում Փաշինյան 2018-ն ու Փաշինյան 2026-ը էապես, եթե չասեմ արմատապես,
համակրանքի տարբեր չափաբաժիններ ունեն, ընդ որում այսօրվա այդ համակրանքի չափաբաժինը անհամեմատ նվազ է, քան ուներ 2018-ին։ Եվ այստեղ ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես կկազմակերպվեն գործընթացները ընտրությունների նախօրեին եւ ընտրությունների օրերին։ Իհարկե դրան հաջորդած հաշվարկը եւս։ Բոլոր դեպքերում Փաշինյանը նախագահ Պուտինից դաբրո ստանալու կարիք չունի, որտեվ իր համար վարչապետի պաշտոնում մնալը ունի գոյութենական նշանակություն։ Իսկ դա զուտ քաղաքական խնդիր չի, դա եւ անձնական իր գոյությունը ապահովելու հրամայական է պարունակում։ Ոստի այստեղ ոչ այնքան կարող են խոսակցություններ գնալ Դաբրոյի մասին, որտեվ Դաբրո լինի թե չլինի, Փաշինյանը պետք է վաբան գնա։ Որքան կարող է խոսք գնալ երաշխիքների մասին, որ տապալման դեպքում ինչ երաշխիքներ կարող է տրամադրել Փաշինյանի Ռուսաստանը։ Իսկ ինչի պետք է Ռուսաստանը տրամադրի Փաշինյանին։ Դե այդ արդեն իրենք թող իրար հետ բարձեն։ Կրկին բացատրությունները կարող են շատ լինել։ Գուցե Փաշինյանը Ռուսաստանի հետ իրականում կառուցել է շատ լավ եւ ռուսական կողմի համար պոզիտիվ բովանդակություն ունեցող հարաբերություններ, որոնց արտաքին դրսևորումները միգուցե բացասական էին եւ նաեւ սկանդալային երբեմն, բայց մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում մեապես որևէ բան չի փոխվել։ Թե տնտեսական ոլորտում են գրանցվում որոշակի աճի ցուցանիշներ, թե ռազմաքաղաքական առումով Հայաստանը Ռուսաստանի դեմ ըստ էության որևէ քայլ չի նախաձեռնել միջազգային հարթակներում եւս։ Իսկ օրինակ երկաթգծի հարցը, ռուսական զինվորականների հարցը, որոնք մինչև այսօր մեղրիում են եւ հայ-իրանական սահմանում, ձեր կարծիքով դա չի քննարկվելու։ Երկաթգծի հարցը կարող է քննարկվել մի համատեքստում, ինքը ռուսական երկաթուղին կարծես թե բավական լուրջ տնտեսական դժվարությունների առջև է կանգնել։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում իր դուստր ձեռնարկությունը դժվար թե Ռուսաստանից նյութական աջակցություն ստանալու հնարավորություն ունենա ներդրումներ կատարելու եւ մեր երկաթուղային ցանցը եւ համապատասխան ենթակառուցվածքները թարմացնելու համար։ Այսինքն հարավ կովկասյան երկաթուղին կապված լինելով ռուսական երկաթուղու հետ պորտալարով հայտնվում է մի իրավիճակում, երբ ունակ չէ Հայաստանում նորմալ երկաթուղային հաղորդակցություն ապահովել։ Այն նորմալ չէր նաև առ այսօր, իսկ այժմ երբ տեսնում ենք, որ այնտեղ ճգնաժամը հասունացել է եւ միգուցե հազարավոր մարդիկ աշխատանքից ազատվեն, այս պայմաններում հարավկովկասյան երկաթուղուց ռուսական վերահսկողության տակ գտնվող սպասելիքներ մենք դժվար թե ունենանք։ Իսկ ռուսական զինվորականների մասով մեղրիում ռուսական զինվորականների սահմանապահների մասին կարող ենք խոսել։ Ну, ես լսել եմ, որ այնտեղ ոչ միայն սահմանապահներ կան, նաև այլ զինվորականներ կան։ Բացառել չեմ կարող, որտեվ պատերազմից ի վեր որոշակի զինված ստորաբաժանումներ ռուսական կարծեմ այնտեղ տեղակայվել են հայ-ադրբեջանական շփմանգացի երկայնքով եւ միգուցե նաեւ հենց սահմանի բերնին, բայց բոլոր դեպքերում այդ զորամիավորումների քանակը կարծեմ չնչին է եւ եթե ինչ-որ խնդիր առաջանա, նրանք այնտեղ լուրջ դերակատարում ունենալ չեն կարողանա։ Իդեպ հատկանշական է, որ հենց երեք, այսինքն Փաշինյանի այցի նախօրեին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պլանավորում կոնցեսիան, երկաթգծի կոնցեսիան Հայաստանում տալ այլ երրորդ երկրներին։
Դե մեծ հաշվով Դա պատահականություն է ձեզ։ ես կարծում եմ, որ ոչ, այս խնդիրը մտահոգում է ռուսական կողմին եւս, բայց մենք պետք է հստակ կարողանանք տարբերակել իրենց ցանկությունները եւ մեր ցանկությունները այս երկաթուղու հետագա զարգացման համատեքստում, բայց անշուշտ պետք է որ լինեն պայմանագրային հարաբերություններ, որոնց համատեքստում էլ անհրաժեշտ է դիտարկել այդ կոնցեսիան երկարաձգելու հնարավորությունը իրավական տեսանկյունից։ Բայց անգամ եթե իրավական տեսանկյունից այդ խնդիրը փակուղային է, բոլոր դեպքերում Հայաստանը պետք է դիտարկի հարցը ազգային շահերի եւ ազգային անվտանգության համատեքստում եւ անհրաժեշտության դեպքում ազգայնացնել կրկին այդ երկաթգիծը, կառավարումը վերցնել այնպես, ինչպես դա վերցվեց հետից, այլ հարց է, թե ում կարող են հանձնել դա կառավարման, որտեղ սեփական կարծես տենց փորձը երկաթուղի զարգացնելու մենք դեռևս զլացել ենք կուտակել։ Այսինքն այդ առումով իրականում մենք դեռ շատ անելիքներ ունենք ինքնիշխան պետություն դառնալու համար, որովհետև մենք առայժմ ունենք տարածք, բայց այդ տարածքում առկա բազմաթիվ բաներ մեր կամքին, մտքին ենթակա չեն։ Իդեպ ռազմաբազաների մասով, պարոն Մելիքյան, վերջի իրադարձությունները ծոցի երկրներում, արաբական երկրներում հերթական անգամ մեզ համար ցուցիչ են, ինդիկատոր են, թե ինչ դերակատարում կարող է ունենալ ցանկացած ռազմական ներկայություն, արտաքին դերակատարների ներկայություն այս կամ այն երկրում։ Մենք այս պահին ունենք մեր տարածքում գործող կամ չգործող, չգիտեմ, 102-րդ ռուսական ռազմաբազան։ Եթե մենք դիտարկենք այս հարաբերությունները նույնիսկ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստից դուրս, արդյոք այդ բազայի արկայությունը մեր տարածքում այսօր մեծ ձեռնտու է։ Եթե մենք դիտարկենք փորձը, որը ունեն արաբական երկրները։ Նախ եւ առաջ մենք չպետք է դիտարկենք որևէ բան բացառապես այսօրվա համատեքստում։ Մեր շահերից։ Այս մեր շահերով է ձևակերպել։ Մենք փորձում ենք հիմա այս խոսակցությունը գոնե նախանշել այդ շահերը։ Դա մեր զրույցն է, բայց պետական մակարդակում շահերի ձևակերպում որպես այդպեսին մենք կարծես թե իրականում չունենք։ Կան առանձին զեղումներ, առանձին պահանջներ, առանձին դժգոհություններ, բայց աշխարհում եւ մեր տարածաշրջանում մեր դիրքի վերաբերյալ իրապես ռազմական նշանակություն ունեցող մշակումներ, որոնք կկանխորոշեն մեր ապագան այս փոփոխվող աշխարհում, այդպիսի գոյություն չունեն, ամենայն դեպս հրապարակային չեն։ Եվ քանի դա չկա, դատողություններ անել ռուսական ռազմակայանի լինել չլինելու մասին այս պահին պատեհ չէ։ Այլ հարց է, որ ճիշտ է, որ չլինի ռազմակայան որևէ պետության Հայաստանի տարածքում։ Այսինքն ճիշտը դա է։ Ոչ միայն ռուսական, այլ ցանկացած որևէ մեկի ռազմական ներկայությունը մեր տարածքում մեզ համար խնդրահարույց հարց է։ Այսինքն մենք պետք է դիտարկենք ինչ-որ մեկից պետք է պաշտպանի եւ դրանով մեզ զրկի ուղիղ հարաբերվելու հնարավորությունից առաջ մղելով սեփական շահերը։ Ճիշտ է, մեծի ու փոքրի, թույլի եւ հզորի հարաբերությունները իրավասար լինել չեն կարող։ Եվ մենք պետք է սեփական ռեսուրսների հարգը ճիշտ իմանանք, գիտակցենք դրանք եւ մեր գործողություններով չափակայունացնենք առանձայտել մեր թույլ դիրքերը, բայց նաեւ պետք է կարողանանք կանխորոշել այն քայլերը, որոնք մեզ թույլից կդարձնեն ավելի պաշտպանված, ինքնուրույն, ինքնաբավ եւ գոնե Հայաստանի հետ կապված մեծերի ընդունելիք որոշումներին հաղորդակից եւ դրանց վրա ազդելու
ունակության տեր պետություն պետք է լինենք։ Պարոն Էլիքյան, մենք առայժմ գտնվում ենք Ադրբեջանի հետ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրականում վիճակում եւ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ մեր պահանջները վերականգնել պատմական արդարությունը շատ վտանգավոր են մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ հայելային պատասխան կարող են ստանալ, հայտնի է, չէ՞, Ադրբեջանի քաղաքականությունը։ Եվ եթե մենք այսօր խոսում ենք Եղեռնի մասին, ցեղասպանության մասին եւ օգտագործում ենք դա մեր հռետորաբանությունում, մենք կարող ենք ստանալ այդ պատասխան հռետորաբանությունը այլ երկրներից, չի հիշատակում կոնկրետ որ։ Նույնը կապված արցախցիների էթնիկ զտման հետ։ Ինքը համարում է դա բավականին վնասակար հենց Հայաստանի Հանրապետության համար, երբ մենք օգտագործում ենք այդ եզրույթը էթնիկ զտում։ 2 օր առաջ Ադրբեջանի օմբուդսմենը, այդպիսի մարդ էլ կա, այդպիսի կին էլ կա, պարզվում է Հայաստանում, կներեք Ադրբեջանում, հայտարարություն է տարածել, որտեղ ՄԱԿ-ից պահանջել է ճանաչել մարտի 31-ը ադրբեջանցիների ցեղասպանության օր, ցեղասպանություն, որը կատարել են, գործել են հայերը։ Ինչ որ խոսքը գնում է մարտ-ապրիլ ամիսներին 1918 թվականին, ինչ որ իրադարձությունների մասին, ես չգիտեմ այդ ինչ իրադարձություններ են, որոնք ըստ ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպանի եղել են մասսայական սպանություններ, հազարավոր մարդկանց մասսայական սպանությունների օրեր։ Սա ըստ ձեզ արտացոլում է Ադրբեջանի քաղաքականությունում փոփոխություններ Հայաստանի նկատմամբ, սա պատահական հայտարարություն չի։ Եվ ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները, եթե արտացոլում են։ Դա ես որպես փոփոխություն չեմ դիտարկում, այլ հարց է, որ այս մոտեցումները մշակման փուլում են եղել, եւ հիմա համալիր կերպով որպես ադրբեջանական քաղաքականության բաղադրատար հանրայնացվում են։ Ինչին ի պատասխան է սա արվում, եթե ինչի պատասխան հայելային, չէ՞։ Եթե հայելային է, դա Փաշինյանն է խոսում հայելայինի մասին։ Բայց տեսնում ենք, որ այդ հայելայինի մասին խոսելը անիմաստ է, որտեղ առանց հայելու էլ Ադրբեջանը այդ քայլերը իրականացնում է։ Հետևաբար մենք պարզապես պետք է հասկանանք, որ վարչապետ Փաշինյանը իր կոնկրետ քաղաքական գծի պատանն է նաև։ Այսինքն խորհրդային Հայաստանի սահմաններով Հայաստանի Հանրապետությունը իր համար հասկանալի եւ ցանկալի տարբերակն է ոչ միայն խաղաղությունը ապահովելու տեսանկյունից իր կարծիքով, այլ նաև դա միջոց է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Իսկ սեփական իշխանությունը պահպանելը իր կյանքի երաշխիքն է։ Գոնե ընթացիկ փուլում, քանի Հայաստանում բարոյահոգեբանական իրավիճակը այն աստիճան չի փոխվել, որ բոլորը մոռացության մատնեն Արցախյան պատերազմը, դրան հաջորդած քաղաքական վայրի վերումները, Արարատի պատմությունը, որը այլևս Հայաստանի խորհրդանիշ չպետք է դիտարկվի, կարծես թե պետք է փոխարինվի արագածով եւ այլ նման կարգի բաներ։ Այսինքն վարչապետ Փաշինյանի թիմը բերեց իրենց խաղաղության ծրագիրը, պայմանականորեն անվանենք այն խաղաղության ծրագիր, որտեղ խաղաղություն որպես այդպեսին դեռևս հաստատված չէ փաստաթղթով համենայն դեպս մենք ունենք ժամանակավոր դադար կամ զինադադար, որը տարբեր կողմերից երաշխավորվում է, ողջունվում է, բայց մնում է զինադադար։ Զինադադարը դեռևս պատերազմ է։ Ոչ պատերազմ, ոչ չէ, դա պատերազմ է, որի ինչ որ մի փուլում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցված են։ Բայց նոր պատերազմական գործողություններ սկսելու դեմ գործող որևէ երաշխիք դեռևս սահմանված չէ իրականում։ Հետևաբար վարչապետ Փաշինյանը իր խաղաղության ծրագրով, խորհրդային սահմաններով Հայաստանի այդ տեսլականով անշուշտ
հաճո է եւ Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց հաճո լինելով նրանց ախորժակները դեռևս չի սահմանափակում։ Եվ երբ խոսում է լեգիտիմության մասին, այդ լեգիտիմությունը ապալեգիտիմացման ուղղված գործողություններ է կատարում այսօր Ադրբեջանը, հենց նույն այդ օմբուդսմենի դիմումով մակին։ Ընդ որում դա ադրբեջանական գործողություններից մեկն է։ Այսինքն մենք լեգիտիմություն ենք ուզում, իրենք ասում են, թե որտեղ ենք մենք ոչ լեգիտիմ։ Եվ այդ լեգիտիմության դեմ այսօր վարչապետ Փաշինյանը խոսում է ինչ-որ հայլային միջոցների մասին։ Դա հայլային միջոցներով կանխվող բան չէ։ Ցավոք սրտի։ Եթե այդպես է, այդ դեպքում որը պետք է լինի մեր քաղաքականությունը, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչպես կառուցենք, եթե այս ճանապարհով ընդունենք չի ստացվում։ Ուրեմն տեսեք, մենք նորից սկսենք, հա, այդ կոնֆրոնտացիոն փուլը։ Մենք Ադրբեջանի հետ հարաբերությունները կարող ենք կառուցել միայն ավելի գլոբալ համատեքստը հասկանալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Ես դա եմ ասում, ինչ է փոփոխվել, որ այս օմբուդսմենը այդ հայտարարությունը տարածել է։ Ոչ մի բան չի փոփոխվել, փոփոխվել է Հայաստանի մոտեցումը եւ Հայաստանի իշխանությունների պահվածքը, բայց բացի դրանից փոփոխվել է նաեւ աշխարհաքաղաքական համատեքստը, երբ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր քաղաքականությունը վերանայել է արմատապես եւ հնարավոր է համարել, որ Հայաստանը պետք է կորցնի Արցախը։ Թե ինչու է դա անցյալը։ Դա անցյալ չի, դա գլոբալ process-ի օղակներից մեկն է, բայց այդ process-ը ընթացքում է։ Եվ դրանով Հայաստանի համար սպառնալիքները չեն սպառվել։ Հիմա որն է process-ի գործընթացի, այսպես ասած, պատճառը եւ նպատակը Հայաստանը կործանել։ Ինչ է դա Ադրբեջանի համար, այո։ Չէ, Ռուսաստանի համար։ Ռուսաստանը նման նպատակ կարող է չդնել, բայց եթե հարմար գտնի, որ դա այդպես լավ կլինի, իր ռազմաքաղաքական շահերի համատեքստում գլոբալ եւ ռազմավարական տեսանկյունից, այո։ Ռուսաստանը կարող է դրան համաձայնել, չնայած ինքը կարող է եւ անմիջականորեն դրան չմասնակցի։ Բայց սրանք տարբերակներ են, որոնց շուրջ անհրաժեշտ է իրապես լուրջ մշակումներ ունենալ։ Եվ հասկանալ նաև թե ինչ լծակներ ունենք մենք ազդելու Ռուսաստանում Հայաստանի հետ կապված որոշումների կայացմանը, նույնը վերաբերում է Վաշինգտոնին, Լոնդոնին, կամ Երուսաղեմին, կամ Անկարային, կամ Բաքվին, կամ Թեհրանին եւ Պեկինին։ Կոնկրետ այս հայտարարությունը սա լայն գործողություն նախատեսող խնդիր է, որը հնարավոր է լուծել միայն այս իմ ասած առնվազն որոշում կայացնող պետություններում ազդեցության սեփական ցանցը ունենալու միջոցով մեկ, բայց ամենակարևորը պետք է լինի այն տեսական հենքը, որի արկայության դեպքում հնարավոր կլինի ճիշտ հասցեատերերին ընտրել, ազդեցության ճիշտ գործակալներ ներդնել, դրանց օգտագործել, սա եւ հետախուզության, եւ հակահետախուզության, բայց ամենակարևորը կա մակարդակներ, որ այդ ամենից վեր են, դրանք վերաբերում են մարդկային քաղաքակրթության զարգացման օրինաչափություններին։ Եթե մեր որոշում կայացնողները այդ օրինաչափություններին չեն տիրապետում, կամ չունեն այն օղակները, որոնք տիրապետում են եւ կարող են սպասարկել այդ հատվածը, նրանք չեն կարող մշակել արդյունավետ քաղաքականություն։ Եվ ամեն ինչ կմնա Բաքուն էս ասեց, կամ Անկարանն արեց, մենք sense պատասխանեցինք, մենք լավն ենք, իրենք վատն են։ Ադրբեջանական օմբուդսմենը էս ասեց։ Այսինքն բավական ախմախ վիճակում կմնանք։ Չէ, ուզի այդպես ավարտել հարցազրույցը, բայց այնուամենայնիվ շնորհակալություն։ Հույս կա։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Մեր հյուրներ Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։